Սիրելի ժողովուրդ, այսօր իմացանք, որ Կտրիչ Ներսիսյանի սադրիչները ուրեմն գործուղվել են Հովհաննավանք եւ ագրեսիվ սադրիչ գործողություններ են արել, փորձելով հարձակվել ըստ էության Տեր Արամի վրա։ Ես ուզում եմ իմ աջակցությունը հայտնել Տեր Արամին, հոգևոր նորոգման ճանապարհը, որով որ անցնում ենք մենք բոլորով, իհարկե հեշտ չի լինելու, որովհետև հակաեկեղեցական արշավի առաջնորդ Կտրիչ Ներսիսյանը հեշտ չի հանձնվելու, բայց այս նորոգման ճանապարհը չափազանց կարևոր է հայ առաքելական եկեղեցին հակաեկեղեցական տարրերից փրկելու համար։ Ուզում եմ ասել, որ այս սադրիչ, երբեմն նաև ակտիվիստների, լրագրողների, անվան տակ քաղաքական ակտիվիստների գործողություններից երբեք պետք չէ ընկրկել եւ պետք է փրկել հայ առաքելական եկեղեցին, ինչպես Խորենացին իր ողբի մեջ կասեր, կրոնավորները կեղծավոր, ցուցամոլ, սնափառ, պատվամոլ, քան թե աստվածասեր, ահա այդ շրջանակներից, եւ ես վստահ եմ, որ այս հոգևոր նորոգման ճանապարհը մենք հաջողությամբ ենք ավարտելու։ Եվս մեկ անգամ իմ աջակցությունը Տեր Արամին եւ իմ աջակցությունը բոլոր իրական, ազնիվ Աստծո խոսքը ուսուցանող հոգևորականներին։